Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Աբդիա 1:3-ում գրված է. Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է։ Հպարտությունն իսկապես խաբում է մեզ, հպարտությունը աղճատում է մեր ընկալումը։ Եվ մենք չենք տեսնում իրերն այնպիսին, ինչպիսին կան։ Մենք չենք տեսնում ուրիշների արժեքը։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, քանի որ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, եւ նույնը կկատարվի քո կյանքում։ Ամեն ինչի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ ես հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ ամեն բնագավառում, որտեղ վերքեր ունես։ Ում եք պատրաստ հատկացնելու ձեր ուշադրությունը եւ լսելու։ Եվ ում եք անտեսում։ Հիսուսը միշտ ընտրում էր նվաստ, վիրավոր մարդկանց։ Ցավալի է, որ եկեղեցիներում մենք հավաքվում ենք մեր փոքրիկ խմբերով, բայց իրականում, երբ գնում եք եկեղեցի, փնտրեք մեկին, ով մենակ է, ով տանջվում է, մոտեցեք նրան և ասեք, կցանկանաք մեզ հետ նստել։ Եկեք մի քանի րոպե մեր միտքը հեռացնենք մեզնից և մտածենք մեկ ուրիշի մասին։ Մարդիկ, որոնք լի են հպարտությամբ, սարսափելիորեն հակված են մրցակցության։ Նրանք ցանկանում են տպավորություն գործել մարդկանց վրա։ Ես միշտ ասում եմ, որ դուք երբեք ազատ չեք, քանի դեռ ստիպված եք տպավորություն գործել ինչ-որ մեկի վրա։ Գիտեք, մենք երբեք իրապես լիովին չենք լսի Աստծուն, մինչև չհասկանանք, որ հարկ չկա տպավորություն գործելու մարդկանց վրա։ Մենք փորձում ենք տպավորություն գործել մարդկանց վրա մեր հագուստով, զարդերով, մեր վարած մեքենայով, մեր կահույքով, մեր տնով, մեր բնակության վայրով, այն ընկերության, որտեղ աշխատում ենք, մեր ստացած կրթությամբ եւ այլն դուք անվանեք։ Մարդիկ, որոնք լի են հպարտությամբ, փորձում են տպավորություն թողնել իրենց վրա։ Նրանք շատ են խոսում իրենց մասին։ Նրանք բավականություն չեն ստանում ուրիշներին ծառայելու մեջ։ Նրանք անապահով են։ Համեմատում են իրենց ուրիշների հետ։ Վերադաս են զգում։ Երբևէ հուսախաբվել եք, երբ մարդիկ անմիջապես չեն հասկացել այն, ինչ ասել եք նրանց 1-2 անգամ։ Եվ դուք մտածում եք, ինչպես կարող ես այդքան բթամիտ լինել։ Դուք ծիծաղում եք, որովհետև ես ասում եմ ճշմարտությունը։ Կան մարդիկ, որոնք պարզապես օժտված են Աստծուց արագ հասկանալու համար։ Իսկ ոմանցից մի փոքր երկար ժամանակ է պահանջվում հասկանալու համար։ Ես սիրում եմ այս մարդկանց, սովորաբար նրանք շատ մելամաղձոտ են։ Եվ իհարկե հակված են կատարյալ լինելու։ Այդ պատճառով էլ ուզում են համոզվել, որ ամեն բան ճիշտ են հասկացել։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք իրականում իմ լավ ընկերներն են, բայց դժվար է, երբ նրանց հարց ես տալիս։ Օրինակ, ես արագ որոշումներ եմ կայացնում, ես վճռական մարդ եմ։ Դուք ինձ հարց եք տալիս։ Անմիջապես ստանում եք պատասխան, բայց որոշ մարդիկ պետք է մտածեն եւ ինձ էլ անհրաժեշտ է ավելի շատ մտածել։ Բայց գիտեք, պատահում է, երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան եք ասում, և նա նայում է ձեզ այսպես, ու հեռանում, իսկ ես ինձ հազիվ եմ զսպում։ Օ, Հիսուս, օգնիր բոլորիս։ Նրանք անշնորհակալ են։
Գոռոզ, հպարտ մարդիկ շնորհակալ չեն, որովհետև կարծում են, որ արժանի են այն ամենին, ինչ ստանում են եւ նույնիսկ ավելին։ Մենք միայն գիտենք այն, որ ոչինչի էլ արժանի չենք։ Ամեն։ Նրանք ամեն բան գիտեն, դուք չեք կարող ուղղել նրանց։ Նրանք պետք է խոսեն ամեն անգամ, երբ փորձում ես ինչ-որ բան ասել, ես ձեզ կասեմ մեկ բան, որ Աստված սովորեցրեց ինձ։ Դուք աղոթում եք ինչ-որ մեկի համար, եւ Աստված կատարում է ձեր խնդրանքը, այդ մարդը գալիս է եւ ձեզ ասում, թե ինչ արեց Աստված իր համար։ Իսկ դուք չեք կարողանում ձեզ զսպել եւ ուզում եք ասել, ես աղոթել եմ դրա համար։ Աստված այլևս թույլ չի տալիս, որ ես այդպես վարվեմ։ Ես պետք է թույլ տամ, որ նրանք մտածեն, որ այդ ամենը ամբողջությամբ Աստված է արել։ Ապա եղեք ազնիվ, քանիսդ գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ Բայց անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ իմացել, որ դա հպարտություն է, մինչև Աստված մի քանի ամիս առաջ ինձ ասաց հետևյալը. դա անելով դու գողանում ես իմ փառքը։ Ես ասացի ձեզ, որ հեշտ չի լինելու։ Մարդիկ, որոնք լցված են հպարտությամբ, նվաստացնում են ուրիշներին։ Որտեղ հպարտություն, այնտեղ կռիվ։ Որտեղ հպարտություն, այնտեղ դատավճիռ կամ քննադատություն։ Որտեղ հպարտություն, այնտեղ վիճաբանություն։ Որտեղ հպարտություն, այնտեղ ամուսնալուծություն։ Ինչու է այդքան դժվար, որ ասեք ներողություն եմ խնդրում, ես սխալ էի։ Ինչու է դա այդքան դժվար որոշ մարդկանց համար։ Դեյվը հրաշալի է, նա փորձում է ինձ ասել, թե ինչպես անեմ ամեն բան։ Նա ինձ շատ է օգնում։ Նկատի ունեմ չափից շատ։ Մայոնեզը չպիտի թողնես այնտեղ, դու պետք է դնես այն սառնարանի մեջ։ Ես գրեթե անում եմ դա։ Ասում եմ նրան, այո սիրելիս, մի փոքր ուշ։ Նա պարզապես փորձում է օգնել ինձ, բայց ես այն մարդկանցից չեմ, որ շատ օգնության կարիք ունեն։ Որովհետև իմ անհատականությունը այսպիսին է։ Ես հասկացա։ Ես կարող եմ հոգալ դրա մասին։ Ամեն։ Նա մշտապես ասում է, որ զգույշ լինեմ։ Զգույշ եղիր մեքենայից դուրս գալիս։ Զգույշ եղիր լոգարանից դուրս գալիս։ Թույլ տուր օգնեմ քեզ, ես օգնության կարիք չունեմ, թույլ տուր օգնեմ։ Լսում եք։ Գիտեք, թե որքան ժամանակ պահանջվեց, որ ես հասկանամ, որ իրականում նա ինձ սեր է ցույց տալիս։ Իսկ ես ասում եմ, մի փորձիր ինձ ասել, թե ինչ անեմ։ Կան այստեղ մարդիկ, որոնք նման են ինձ։ Կան մարդիկ, որոնց երբ փորձում ես ինչ-որ բան ասել, անպայման հակադարձում են եւ ասում, որ իրենք գիտեն դա։ Նրանք կարծես ասում են թույլ կտակ, որ ես կազմեմ սցենարը։ Ինչպես լուծել հպարտության հարցը։ Աղոթեք։ Խնդրեք, որ Աստված ամեն անգամ ցույց տա, որ ձեր մեջ հպարտություն կա։ Ոմանք չեն ժպտում, սա այնքան էլ զվարճալի չէ։ Հռոմեացիների 12:3, որովհետև Աստծո շնորհքով ասում է Պողոսը, զգուշացնում եմ ձեզ։
Ինձ դուր է գալիս դա, նա նրանց տալու է զգուշացում հպարտության մասին, եւ նա ասում է, որ կարող է անել դա միայն Աստծո շնորհքով։ Որովհետև եթե նա պարզապես խոսեր ձեզ հետ, ինչպես ես, կասեր, ինձ բավական են իմ խնդիրները, ես իրականում որակավորված չեմ ձեզ զգուշացնելու համար։ Բայց դա աշխատանք էր, որ Աստված էր տվել նրան, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Մի ունեցեք չափազանցված կարծիք ձեր կարևորության մասին, այլ մտածել, պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Խոնար բառը հունարենում նշանակում է մնալ ներքևում։ Դա է սահմանումը, ինչ է ասում Աստվածաշունչը։ Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, և նա կբարձրացնի ձեզ ժամանակին։ Այլ խոսքով, որտեղ Աստված կարգի ձեզ, երջանիկ եղեք այնտեղ մնալով, մինչև որ կբարձրացնի ձեզ։ Մի փորձեք ինքներդ բարձրացնել ձեզ։ Եվ ես կասեմ մի բան, որ Աստված անում է մեզ հետ։ Նա ինչ-որ մեկին կտա այն, ինչ դուք եք ցանկանում։ Եվ կստիպի, որ դուք ուրախ լինեք դրա համար։ Եվ նա կտա դա նրան, ով... Ես բերում եմ իմ օրինակը, նա կտա դա նրան, ով իմ կարծիքով պակաս արժանի է, քան ես։ Հասկանում եք, այդ ամենը հպարտություն է։ Ինչ որ մեկն աշխատավայրում առաջխաղացում է ունենում և դուք կարծում եք, որ դա դուք պետք է ունենայիք։ Կարող եք ուրախանալ նրա համար, թե պետք է զայրանաք ու բամբասեք նրա հետևից։ Աբդիա 1-ի 3-ում գրված է, քո սրտի հպարտությունը քեզ խաբել է։ Հպարտություն իսկապես խաբում է մեզ, հպարտությունը աղճատում է մեր ընկալումը։ Եվ մենք չենք տեսնում իրերն այնպիսին, ինչպիսին կան։ Մենք չենք տեսնում ուրիշների արժեքը։ Իսկ ես ուզում եմ տեսնել, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր մարդ։ Որքան արժեքավոր է յուրաքանչյուր մարդ Աստծո համար։ Հիսուսը եկավ սրտով կոտրվածների, հոգով աղքատների համար։ Նա եկավ նրանց համար, որոնք ուրիշների կարծիքով ոչինչ էին։ Ում է Աստված գործածում։ Նա գործածում է նրանց, որոնց աշխարհը աղբ կհամարեր։ Երբ Աստված ընտրեց մեկին այս աշխատանքի համար, նա ընտրեց սրտով կոտրված մի աղջկա, որը սեռական բռնության էր ենթարկվել հոր կողմից և լքվել էր մոր կողմից։ Եվ ուներ 12-ամյա կրթություն։ Հագնում էր կարճ տաբատ և ծխում էր ծխախոտ։ Բայց ես սիրում էի Աստծուն։ Առաջին Կորինթացիների առաջին գլխում ասվում է, որ Աստված գործածում է աշխարհի տկարներին և հիմարներին իմաստուններին ամաչեցնելու համար։ Այդ է պատճառը, որ երբ Աստված կանչեց ինձ, ես ոգևորված պատմեցի դա մարդկանց, իսկ նրանք ասացին. ոչ, դու սխալվում ես։ Իմ ընկերներից մի խումբ ասաց, մենք խոսում էինք, ես մտածեցի, օհո։ Նրանք շարունակեցին, դու չունես համապատասխան անհատական հատկանիշներ դա անելու համար։ Նրանք դադարեցին ինձ համար աշխատելուց։ Ինչը պետք է ասեմ գաղտնի հպարտությամբ, կարծում եմ, ծիծաղելի էր։ Եթե դուք դժվար տեղում եք, մի տեղում, որտեղից ուզում եք փախչել, որտեղ չեք ուզում ոչինչ անել և մտածում եք, որ պետք է հեռանաք այդտեղից, եթե կարծում եք, որ ինձ հետ այդպես եք վարվելու, դուք սխալվում եք, ես այստեղից դուրս կգամ, իսկ Աստված ասում է, ես ուզում եմ, որ մնաս։
Պատրաստ եք հնազանդվելու եւ մնալու։ Նույնիսկ եթե ձեզ հետ սխալ են վարվում, քանի դեռ Աստված բաց չի թողել ձեզ եւ թույլ չի տվել, որ հեռանաք։ Ես կթողնեմ դա ձեր ընտրությանը։ Խոնար մարդիկ լավ վարվելակերպ ունեն։ Հպարտները ունեն վատ վարվելակերպ եւ հաճախ կոպիտ են, որովհետև իրենց տեսնում են ավելի լավը, քան մյուսներին։ Բայց մենք երբեք կոպիտ չենք նրանց նկատմամբ, ում հարգում ենք կամ ում վրա ուզում ենք տպավորություն գործել։ Ֆիլիպեցիների 2:2-10 Պողոսն ասաց. Ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքը ունենաք, նույն սերը ունենալով, միաշունչ, միևնույնը խորհեք։ Ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարտությունով, որը հպարտություն է, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավը համարի։ Մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մեկը իր ընկերոջ բաներին էլ։ Ձեզնից ամեն մեկը թող այն մտածի, որ էլ Քրիստոս Հիսուսում էր։ Լսեք շարունակությունը, որ Աստծո կերպարանքում լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով, իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրնկվի ամեն ծունկ։ Վաու։ Բարձրանալուց առաջ միշտ պահանջվում է խոնարհվել եւ խոնարհվել Աստծո հզոր ձեռքի տակ նաև նշանակում է թույլ տալ, որ սխալ վարվեն ձեզ հետ եւ դուք լռեք։ Ես չեմ խոսում բռնության մասին։ Ես չեմ խոսում այն մասին, որ թույլ տաք, որ ինչ-որ մեկը ծեծի ձեզ եւ նվաստացնի։ Գուցե դուք չեք ստանում պաշտոնի բարձրացում, որին արժանի եք։ Եվ գիտեք, որ Աստված ուզում է, որ գնաք եւ շնորհավորեք այն մարդուն, որը ստացել է այն։ Դա կարող է ձեզ նյարդայնացնել։ Բայց ավելի լավ է հնազանդվեք Աստծուն։ Ամեն։ Ինչ որ մեկն անցել է այն ամենի միջով, ինչի մասին խոսում եմ։ Հասկանում եք, մենք պահում ենք այս ամենը մեր սրտում եւ մեծ մասամբ նույնիսկ չենք խոստովանում ինքներս մեզ։ Բայց եթե իսկապես ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ եւ Աստծո հետ, նա կօգնի ձեզ։ Կա մի պատմություն Նաբուգոդոնոսոր թագավորի մասին, որի մասին չենք կարող չխոսել։ Դանիելի 4-րդ գլուխ 1-4 խոսքեր։ Բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամբողջ երկրի վրա, շատանա ձեր խաղաղությունը։ Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արեց Բարձրյալ Աստված, հաճո է երևումի մարչև հայտնել ձեզ։ Շատ լավ, նա լավ բան է անում։ Նա ասուն է տալիս ամբողջ փառքը։ Նրա նշանները որքան մեծ են եւ նրա հրաշքները որքան զորավոր են, նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է եւ նրա իշխանությունը մնում է դարեդար, նա շարունակում է ճիշտ վարվել։ Աստված շարունակում է ստանալ ամբողջ փառքը։ Ես Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը եւ զվարճանում էի իմ պալատում։ Ինձ դուր է գալիս դա։ Քանի դեռ նա ասուն էր տալիս ամբողջ փառքը, ուներ հանգստություն, ուներ խաղաղություն, ուներ բարգավաճում, ուներ բավականություն։ 12 ամիս հետո Աստվածաշնչում 29-րդ խոսքն է։ 12 ամիս հետո նա ճեմում էր թագավորական պալատում, որ Բաբելոնում է։ Թագավորը պատասխանեց. Ահա այն մեծ Բաբելոնը, որ ես թագավորության տուն եմ շինել իմ մեծ զորությամբ եւ իմ մեծության փառքի համար։
Դուք գիտեք, թե որքան քիչ մարդիկ կան աշխարհում, որոնց Աստված կարող է թույլ տալ, որ մեծ բաներ անեն եւ պահպանեն խոնարհության վերաբերմունք։ Շատ քիչ։ Խոսքը դեռ թագավորի բերանում էր, որ երկնքից մի ձայն իջավ, թե քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։ Գիտեք, ինձնից 45 տարի պահանջվեց այստեղ հասնելու համար եւ Աստծուց 2 վայրկյան կպահանջվի ինձ իջեցնելու համար։ Եթե գիտեք, դա տալիս է ձեզ ակնածալից վախ եւ երկյուղ Աստծո հանդեպ։ Ես վախենում եմ մարդկանց հետ սխալ վարվելուց։ Երբ սխալ եմ վարվում, երբեմն պատահում է ցավում եմ եւ ներողություն խնդրում նրանցից։ Եվ ներողություն եմ խնդրում Աստծուց, որովհետև որքան կարևոր եք դառնում, այնքան ավելի լավ պետք է վարվեք յուրաքանչյուր մարդու հետ։ Եվ նա մարդկանց միջից արտաքսվեց եւ ապրում էր անտառներում վայրի կենդանիների պես եւ նրա եղունգներն աճեցին թռչունների պես։ Նա սոսկալի իրավիճակում էր, այնուհետև Աստվածաշունչն ասում է. «Խելքս ինձ վրա եկավ»։ Ինձ դա դուր է գալիս։ Նրա դիրքը վերականգնվեց եւ նա կրկին ամբողջ փառքը տվեց Աստծուն ու հետ ստացավ այն, ինչ կորցրել էր։ Ուզում եմ, որ հիշեք դա, երկար ժամանակ կարող է պահանջվել մագլցելու համար, բայց ընդամենը մի քանի վայրկյան է պետք վայր ընկնելու համար։ Աստված ասաց ինձ մի բան, որ օգնել է ինձ։ Գուցե դուք հովիվ եք, հովվիկին կամ ինչ-որ մեկը, ով ցանկանում է լինել ծառայության մեջ, կամ լինել համաշխարհային միսիոներ, կամ, չգիտեմ, գուցե պարզապես ցանկանում է 5 հրաշալի երեխա մեծացնել։ Աստված ինձ ասաց, դու միշտ պետք է հիշես, Ջոյս, որքան մարդու կարող ես օգնել, այնքան մարդու էլ կարող ես ցավեցնել։ Սա մեծ պատասխանատվություն է։ Հսկայական պատասխանատվություն։ Խոնարհության 10 բնորոշ հատկանիշները պատրաստ եք։ Կարող եք վերցնել սա։ Առաջին, խոնարհները փնտրում են օգնություն, երբ դրա կարիքն ունեն։ Երբ մարդկանց տալիս ենք պատասխանատվություն, պետք է տանք նաև իշխանություն։ Դավիթը կարծում էր, որ կարող է հաղթել Գողիաթին, բայց ոչ ոք չէր կարծում, որ նա կարող է։ Եվ թագավորը վերջապես համաձայնեց թողնել նրան, բայց ասաց, որ պետք է հագնի իր սպառազինությունը։ Հասկանում եք, շատ անգամներ ինձ նման մարդը վերջին հաշվով հասնում է մի կետի, երբ հասկանում է, որ ինքը չի կարող ամբողջը անել։ Եվ եթե չսովորես ինչպես լիազորություններ տալ, կսպանես ինքդ քեզ։ Բայց երբ լիազորում եք, չեք կարող կանգնել այդ մարդու գլխավերևում եւ ասել, թե ինչպես նա անի ամեն բան։ Դուք պետք է թույլ տաք, որ ինչ-որ բաներ նա անի իր ձևով, ոչ թե ձեր։ Բայց եթե լինեք համբերատար, կարող է ավելի լավ լինել։ 20 տարի առաջ ես նայեցի մեր անդամներին եւ բոլորը իմ տարիքին էին։ Ես մտածեցի, դա խնդիր է։ Մենք երիտասարդների կարիք ունենք։ Ես ուզում էի, որ տղամարդիկ գային, ուզում էի, որ կանայք գային, ուզում էի, որ պատանիներ գային, ուզում էի բոլորին։ Գիտեք, մենք ունենք հակում մտածելու մեր սերնդին համապատասխան։ Դուք կարող եք ինչ-որ բան սովորել։ Մենք ունենք սերնդային մտածելակերպ։ Մենք ինքնաբերաբար կարծում ենք, որ եթե ինչ-որ բան այնպես չէ, ինչպես մենք ենք մտածում, ուրեմն սխալ է։ Բայց այդպես չէ։ Ամեն։ Կասեմ ձեզ, թե ինչ արեցի վերջերս կրոնական դևերին խենթացնելու համար։ Գնացի եւ դաջվածք արեցի։
Ես արեցի դա, որովհետև գիտեի, որ մի խումբ կրոնական մարդիկ կդատեին եւ կքննադատեին ինձ։ Հասկանում եք, Աստվածաշունչը չի ասում, որ դա սխալ է, այն ասում է, որ սխալ է դաջվածքներ անել մահացածների համար։ Իրականում հին կտակարանում ասվում է, որ մարդիկ դաջվածքներ էին անում իրենց ձեռքերին, ի նշան, որ իրենք պատկանում են Տիրոջը։ Ես դաջվածք եմ արել հենց այստեղ։ Խաչ, որը ասում է, ես պատկանում եմ Տիրոջը։ Ես ամենատարեց անձնավորությունն էի, որի հետ երբևէ աշխատել էր այդ դաջվածքի մասնագետը։ Ես հրաժարվում եմ այն մտածելակերպից, որ այն, ինչը այնպես չէ, ինչպես ես եմ կարծում, սխալ է։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։